Պարոն Տեր-Մարգարյան, ողջույն։ Հրաժարական տալուց րոպեներ անց նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս, պատասխանելով Ֆակտոր TV-ի հարցին, փաստեց, չի զղջում, որ մոտ 20 օր առաջ ակտիվիստ Չախոյանին է ծեծել թաղապետարանում, տեսախցիկների առաջ։ Դուք զղջում եք, որ ծեծել եք Չախոյանին։ Ոչ։ Սիրելի նոր-նորքեցիներ, Նախքան մեքենան նստելն ու հեռանալը, այսօր գործակարգավարական նիստի ժամանակ Տեր-Մարգարյանը հայտարարել էր, որ թողնում է թաղապետի պաշտոնը։ այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես նոր-նորք վարչական շրջանի ղեկավար։ Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին դեռ անցած շաբաթ։ 4 օր առաջ մամուլը գրել էր, որ նա նույնիսկ հրաժեշտ էր տվել աշխատակիցներին, թեպետ ավելի քան 4 ժամ թաղապետարանի դիմաց աշխատելու ընթացքում նրանցից գեթ մեկը չխոստովանեց։ Կամ լուռ էին, կամ պնդում էին, թե տեղյակ չեն։ Իրոք չգիտեմ։ Աշխատակից եմ, տեխնիկական աշխատող եմ, ես դրա համար շատ բաներ չեմ իմանում։ Հրաժարական տվել է։ Տեղեկություն չունեմ։ Ձեզանից եմ առաջին անգամ լսում, աշխատանքով եմ տարված եղել։ Ապրիլի 30-ին թաղապետի մասնակցությամբ ծեսկրտուքը տեղի էր ունեցել հենց թաղապետարանի ներսում։ Ծեծի նախորդել էին Չախոյանի նորակառույց մանկապարտեզի հետ կապված ենթադրաբար կոռուպցիոն բացահայտումը, թաղապետի հետ հայ-հոյախառը հեռախոսազրույցը եւ յոգուրտներով ակցիան։ Հետո քրեական գործեր հարուցվեցին, մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք առաջադրվեց 4 հոգու, այդ թվում թաղապետին։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավականու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար։ Բոլորն էլ ազատության մեջ են։ Աղմկահարույց դեպքից 5 օր անց միայն քաղաքապետ Ավինյանը դատապարտեց բռնությունը, բայց թաղապետին աշխատանքից չազատեց։ Գնահատում եմ ձեր որոշումը։ Տիգրան Ավինյանը, որ այսօր ողջունեց թաղապետի որոշումը, ակտիվիստի ծեծը սադրանք էր որակել։ Այսօր էլ այս ձևակերպումը իր հրաժեշտի խոսքում օգտագործեց արդեն նախկին թաղապետը։ Օրեր առաջ նոր-նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը եւ դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա եւ հասան Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը եւ հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Թիվ 1 ամբիոն ասելով թաղապետը խորհրդարանը նկատի ուներ, որտեղ ծեծի թեման ակտիվ քննարկվեց։ Ազգային ժողովի խոսնակ Արեն Սիմոնյանն էր լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնել, որ թաղապետը պետք է հրաժարական տար։ Տեր-Մարգարյանը հրաժարական տվեց միայն 10 օր անց, բայց սպառնալով վերադառնալ եւ ներկա գտնվել իր ընդդիմադիրների վախճանին։ Եվ խոսքս ուզում եմ ուղղել եւս մեկ անգամ ազգային ժողովում ծվարած որոշ մանդատագողերին։ 2026 թվականը սարերի հետևում չի։ Մենք հանդիպելու ենք 2026 թվականին եւ 2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին։ Նոր-նորք վարչական շրջանի ղեկավարը Հանրապետություն խմբակցության անդամ է։ Նաև այս խմբակցության հետ կոալիցիա կազմելով քաղաքացիական պայմանագիրը իշխանություն ձևավորեց մայրաքաղաքի Ավաքանիում։ Ավինյանն էլ քաղաքապետ ընտրվեց։ Երևանի ավականու խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը Ազատության հետ զրույցում պնդեց, որ այս որոշումը քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետության համագործակցության վրա որևէ կերպ չի ազդի։ Խմբակցությունն իր հայտարարություններն արել է, որ ոչինչ ոչ մի կերպ չի անդրադառնում այդ կոալիցիոն համագործակցության վրա։ Անի Խաչատրյանի խոսքով սա Տեր-Մարգարյանի անձնական որոշումն էր։ Հրաժարականի հարցը կուսակցության ներսում չեն քննարկել։ Ով կլինի հաջորդ թաղապետը, Խաչատրյանը դեռ անուն չի տալիս։ Մամուլում շրջանառվում էր Երկրապահ կամավորականների միության անդամ Մարատ Սևոյանի անունը։ Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, հորդորեց սպասել իրենց որոշմանը, փաստացի ընդունելով, որ նոր-նորքի թաղապետի պաշտոնը մնում է Հանրապետության կուսակցության ձեռքում։